Հիմա մի քիչ խոսենք, թե ինչպես պետք է այդ պարտքը կատարել։ Նախ պետք է հիշել, որ պետք է գնալ անձը հաստատող փաստաթղթով տեղամասային կենտրոն։ Անձը հաստատող փաստաթղթերն են կենսաչափական ազնագիրը, ոչ կենսաչափական ազնագիրը եւ նույնականացման քարտը կամ նրանց փոխարինող վկայականը, որը տրված է լիազոր մարմնի կողմից, տվյալ դեպքում միգրացիայի քաղաքացիության ծառայության կողմից։ Սովորական քաղաքացու համար ահա սրանք են այն փաստաթղթերը եւ սպառիչ են այդ փաստաթղթերը, որոնցով կարելի է քվեարկել։ Ընդ որում ընտրողը պետք է գնա պարտադիր այն փաստաթղթով, որի վավերականության ժամկետը դեռ չի ավարտվել, եթե այդպիսին ունի։ Սակայն եթե այդպիսի փաստաթուղթ ընտրողը չունի, ապա անգամ վավերականությունը ավարտված փաստաթղթով կարող է քվեարկել։ Սակայն այստեղ մի բայց կա, եթե ընտրողը վերջի 6 ամսում չի ունեցել վավեր փաստաթուղթ, ապա նա ցավոք ընտրողների ցուցակում չի լինի եւ պետք է գնա լիազոր մարմնից վերցնի տեղեկանք, որպեսզի լրացուցիչ ցուցակով քվեարկի։ Բոլորը կարող են իրենց անազգանունը ստուգել ընտրողների ցուցակում, որը դրված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում որոնման հնարավորությամբ, այս գործիքը շատ մատչելի է եւ նաեւ շատ տեղեկատվական, որովհետեւ այս գործիքի միջոցով ընտրողը կարող է գտնել իր տեղամասային կենտրոնի հասցեն եւ գնալ իր ճիշտ տեղամասային կենտրոն։ Ընտրողը մոտենում է քվեարկության սենյակում առաջինը սարքի մասնագետին։ Սարքի մասնագետին տալիս է իր անձահաստատող փաստաթղթը։ Սարքի մասնագետը անձահաստատող փաստաթղթով համապատասխան է մեր Z դաշտով, որի մասին գիտենք բազմաթիվ անգամներ ենք խոսել, փորձում է սարքի միջոցով կարդալ անձահաստատող փաստաթուղթը։ Եթե խնդիր է առաջանում անձահաստատող փաստաթղթի կարդալու հետ, ապա մասնագետը կարող է նաև ստեղնաշարի օգնությամբ մուտք անել անձահաստատող փաստաթղթի տվյալները, որպեսզի բազայում գտնի ընտրողին։ Եթե ընտրողը տվյալ տեղամասի ընտրող է, ապա սարքը կանաչ լույս է վառում, կանաչ ազդանշան է ցուցադրում եւ տպում է նրա համար քվեարկության կտրոն։ Եթե նա այդ տեղամասի ընտրող չէ, սակայն այդ ընտրատարածքի ընտրող է, ապա սարքը դեղին լույս է վառում եւ տալիս է նրան տեղեկություն այն մասին, նաեւ թե որ տեղամաս պետք է այցելի, որպեսզի ընտրի։ Եթե ընտրողը ոչ այդ տեղամասի, ոչ այդ ընտրատարածքի ընտրող է, ապա պարզապես դեղին լույս է վառում եւ այդ դեպքում ընտրողը պետք է գտնի, թե ինքը որ տեղամասային կենտրոնում է պարտավոր ընտրել։ Ուզում եմ կրկնել նորից, կարող է այդ տեղեկատվությունը շատ մատչելի գտնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում elections.am-ում։ Ընտրողը քվեարկության կտրոնը ստանալուց հետո հաջորդ քայլը մոտենում է հանձնաժողովի այն անդամին, որը պատասխանատու է ընտրողների ցուցակների համար։ Ընտրողների ցուցակների համար պատասխանատու հանձնաժողովի անդամը խնդրում է ընտրողից քվեարկության կտրոնը, որպեսզի նախ քվեարկության կտրոնի վրա գրված համարով գտնի նրան ընտրողների ցուցակում, ընտրողների ցուցակում գտնելուց հետո ընտրողը ստորագրում է իր անվան դիմաց այդ տողում, իսկ հանձնաժողովի անդամը ստորագրության կողքը դնում է իր անհատական կնիքը եւ անհատական կնիքով կնքում է նաեւ քվեարկության կտրոնը ընտրողի։ Դրանից հետո անմիջապես հանձնաժողովի այդ անդամի կողքը նստած հանձնաժողովի այն անդամը, որը պատասխանատու է քվեաթերթիկներ եւ ծրար տրամադրելու համար, ընտրողին տրամադրում է քվեաթերթիկներ եւ ծրար։ Ինչպես գիտենք, ազգային ժողովի ընտրությունները մեր մոտ վաղուց իրականացվում են բացառապես համամասնական ընտրակարգով եւ բացառապես ամեն քաղաքական ուժի համար առանձին քվեաթերթիկ տպագրելու եղանակով։ Դրա համար ընտրողը կստանա 18 քվեաթերթիկ, 1-ից 19 համարակալմամբ բացառությամբ 13-ի։ Քանի որ գիտենք, որ մենք ի սկզբանե գրանցել ենք 19 քաղաքական ուժ, սակայն այդ քաղաքական ուժերից մեկը ինքնաբացարկ է հայտնել։
եւ ինքնաբացարկ հայտնած քաղաքական ուժի քվեաթերթիկները չեն տպագրվել բնականաբար եւ չեն տրամադրվի ընտրողին։ Կտրամադրվեն մյուս 18 քվեաթերթիկները, սակայն նորից եմ ասում 1-ից 19 համարակալմամբ բացառությամբ 13-ի, որովհետեւ համարները ի սկզբանե վիճակայությամբ տրվում են եւ չեն փոխվում, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան իրենց քարոզարշավը իրականացնել իրենց համարով եւ այդ համարը չփոխվի։ Ընտրողը պարտավոր է ստանալ բոլոր քվեաթերթիկները։ Ընտրողը չի կարող հրաժարվել քվեաթերթիկների մի մասից, քանի որ սա եւս դառնում է քվեն բացահայտելու եղանակ։ Եթե դու վերցնում ես մեկ քվեաթերթիկ կամ ինչ որ քվեաթերթիկներ հրաժարվում ես, սա եւս քվեարկության գաղտնիություն է, խախտում է։ Իսկ քվեարկության գաղտնիությունը ընտրողի համար ոչ միայն իրավունք է, այլ նաև պարտականություն։ Դրա համար ընտրողը քվեարկությունը իրականացնում է քվեախցում։ Մտնում է քվեախոց բոլոր քվեաթերթիկներով եւ ծրարով։ Քվեաթերթիկներից միայն մեկը դնում է ծրարի մեջ։ Մնացած բոլոր քվեաթերթիկները թողնում է քվեախցում։ Ծրարի քվեաթերթիկի վրա որևէ գրառման անհրաժեշտություն չկա։ Որևէ գրառման դեպքում այդ քվեաթերթիկը կդառնա անվավեր։ Ընդ որում գրառումը թե ծրարի վրա, թե քվեաթերթիկի վրա։ Այդ քվեաթերթիկը կդառնա անվավեր։ Նաև անվավեր կդառնա այն քվեաթերթիկը, որը միայնակ չէ ծրարի մեջ։ Եթե մեկից ավել քվեաթերթիկ կա ծրարի մեջ, կամ ծրարի մեջ քվեաթերթիկից բացի կա այլ իր, այդ քվեաթերթիկը ցավոք եւս կդառնա անվավեր քվեաթերթիկ։ Դրա համար ընտրողը պետք է միայն մեկ քվեաթերթիկ առանց որևէ նշում կատարելու դնի ծրարի մեջ։ Եվ այդ ընթացքում պետք է չմոռանա, որ քվեարկության կտրոնը շատ կարևոր փաստաթուղթ է, որովհետև եթե հանկարծ քվեարկության կտրոնը կորցնի, ապա ցավոք չի կարող մասնակցել քվեարկությանը։ Խցից դուրս գալուց ընտրողը ներողություն մոտենում է հանձնաժողովի այն անդամին, որը նստած է քվեատուփի մոտ, այսինքն մոտենում է քվեատուփին։ Նախ հանձնաժողովի անդամին տալիս է իր քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը վերցնում է քվեարկության կտրոնը եւ ծրարի վրա, ավելի ճիշտ քվեաթերթիկի վրա, ներողություն։ Քվեաթերթիկի վրա ծրարի ճեղքի միջոցով փակցնում է ինքնասոսնձվող դրոշմանիշ։ Ինքնասոսնձվող դրոշմանիշ հանձնաժողովի անդամը կարող է փակցնել միայն երբ վերցրել է արդեն քվեարկության կտրոնը։ Հանձնաժողովի անդամը իրավունք ունի ծրարը ձեռքը վերցնելու։ Ընտրողը ծրարը դնում է այսպես սեղանի վրա, անգամ ձեռքից բաց չթողած։ Հանձնաժողովի անդամը ընդամենը նորից եմ կրկնում, ծրարի ճեղքի միջոցով ինքնասոցնձվող դրոշմանիշը փակցնում քվեաթերթիկի վրա։ Դրանից հետո հանձնաժողովի անդամը բացում է քվեատուփի ճեղքը եւ ընտրողը իր քվեաթերթիկը ծրարով, այսինքն իր ծրարը գցում է քվեատուփի մեջ եւ այդ ծրարի մեջ միայն կարող է լինել մեկ քվեաթերթիկ։ Ընտրողը այսքանը ավարտելուց հետո պարտավոր է հեռանալ տեղամասային կենտրոնից։ Ընտրողը իրավունք ունի իր քվեարկության մասին հայտնել տեղամասային կենտրոնում եւ այսքանը ընտրողից։ Մենք պետք է հիշենք, որ բացի սովորական քաղաքացիներից, ինչպես սկզբից ասեցի, մենք ունենք զինվորական քվեարկություն, շրջիկարգող քվեարկություն, ձերբակալված անձանց պահելու վայրում քվեարկություն եւ քրեակատարողական հիմնարկում քվեարկություն։ Քրեակատարողական հիմնարկում մենք բացում ենք տեղամասային կենտրոններ, ինչպես գիտեք։ 9 քրեակատարողական հիմնարկում բացել ենք տեղամասային կենտրոններ։ 2005 տեղամասային կենտրոններից 9 հենց դրանք են։ Մնացած 1996-ն են միայն համայնքներում։ Այդ կենտրոններում ընտրողները քվեարկում են այն փաստաթղթով,
որը տրվել է քերակատարական հիմնարկի ղեկավարի կողմից։ Ընտրությունը կազմակերպվում է գրեթե նույնանման, բացառությամբ նրանից, որ քերակատարական հիմնարկում սարք չկա։ Քերակատարական հիմնարկում ընտրողները քվեարկում են համարակալված կտրոն լրացնելու միջոցով։ Հանձնաժողովի անդամը նրանց համար լրացնում է համարակալված կտրոնը։ Նույնը շրջիկ արկղով քվեարկության դեպքում նրանց համար լրացվում է համարակալված կտրոնը։ Ինչպես են քվեարկում զինվորական ցուցակում ընդգրկված զինվորները։ Նախ քվեարկում են ոչ թե անձնագրով, այլ զինվորական գրքույկով։ Եվ զինվորը առաջինը մոտենում է ոչ թե սարքի մասնագետին, այլ հանձնաժողովի անդամին։ Հանձնաժողովի անդամը նախ նրան գտնում է ընտրողների ցուցակում, լրացնում, դրանից հետո ընտրողը արդեն զինվոր ընտրողը մոտենում է սարքին, որովհետև արդեն գիտի իր համարը իր զինվորական ընտրողների ցուցակում, որpիսի այդ համարը հայտնի սարքի մասնագետին եւ սարքի մասնագետը նրան կարողանա գրանցել։ Գրանցելուց հետո տպագրվում է քվեարկության կտրոն, ինչպես բոլոր ընտրողների համար, եւ արդեն այս փուլից հետո զինվորական ընտրողները եւս անցնում են նույն հաջորդականությամբ քայլերը, ինչ սովորական ընտրողը։ Մոտենում են հանձնաժողովի անդամին, ստորագրում, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը, վերցնում են քվեաթերթիկները եւ ծրարը, մտնում քվեախոց, ընտրում մեկ ծրարի մեջ մեկ քվեաթերթիկ դնելու սկզբունքով եւ հետո մոտենում քվեախցին եւ հանձնաժողովի անդամի դրոշմանի շփակցնելուց հետո գցում ծրարը քվեատուփի մեջ ու հեռանում։ Ընտրողները կարող են ընտրել նաեւ լրացուցիչ ցուցակով։ Եթե ընտրողը տեխնիկական պատճառով դուրս է մնացել ընտրողների ցուցակից, կամ օրինակ այն դեպքում, երբ ընտրողը չունի վերջին 6 ամսում վավեր փաստաթուղթ եւ նա օրենքի կարգավորմամբ դուրս է մնացել ընտրողների ցուցակից, լիազոր մարմինը միգրացիայի քաղաքացիության ծառայությունը նրան կարող է տրամադրել լրացուցիչ ցուցակով քվեարկելու իրավունքը հավաստող տեղեկանք։ Այդ տեղեկանքով հանձնաժողովը նրան լրացնում է լրացուցիչ ցուցակում եւ նա կարողանում է քվեարկել։ Նույն կերպ, եթե ընտրողը իր ընտրելու իրավունքը վերականգնել է դատական կարգով, ընդ որում այսօր առաջի ածանի դատարանները ընդհանուր իրավասության աշխատում են, հերթապահում են Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի ընտրողները կարողանան հայց ներկայացնել, եթե ցանկություն ունեն, ինչ որ պատճառով դուրս են մնացել ընտրողների ցուցակից եւ լիազոր մարմինը նրանց տեղեկանք չի տալիս, որպեսզի այս եղանակով եւս հնարավոր լինի վերականգնել քվեարկության իրավունքը եւ նրանք եւս լրացուցիչ ցուցակով են ընտրում։ Ես եւս ուզում եմ մի քիչ խոսել հետևելով պարոն Հովակիմյանի օրինակին մեր նախապատրաստական աշխատանքների մասին։ Նախ եթե ինձ հարցնեք, երբանից է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախապատրաստվել այս ազգային ժողովի ընտրություններին, ես կասեմ 2021 թվականի հունիսի 20-ից հետո, այսինքն նախորդ ազգային ժողովի ընտրությունից հետո։ Իսկ հենց որպես ինստիտուտ, իսկ հանձնաժողովը Կենտրոնական ընտրական անմիջապես նշանակվելուց հետո 2022 թվականին։ Եվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անցել է երկար ճանապարհ հասնելու այստեղ։ Այլ կերպ ես դա ասում եմ, քվեաթերթիկը անցել է երկար ճանապարհ հասնելու համար ընտրողին։ Դրա համար պետք է գիտակցված ընտրություն կատարել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նախ առաջին անգամ ընդունել է ռազմավարություն, գործողությունների պլան։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը առաջին անգամ իրականացրել է վստահված անձանց ուսուցանողների ուսուցում կուսակցությունների համար։ Առաջի անգամ արժանընտրություններին նախագահ քարտուղարների առաջի ուսուցում, համար առանձին ուսուցում։ Առաջին անգամ է այսպիսի ընդգրկված քաղաքացիական կրթություն իրականացրել։
անգամ հանրային հեռուստաընկերության եթերում հաղորդաշարի շարք քաղաքացիական կրթության, ժողովրդավարական կրթության համար, այլ հեռուստաընկերությունների եթերում, համացանցում, քանի որ համացանցը արդեն մեծ դերակատարություն ունի, եթե համեմատենք 21 թվականի ընտրություններին, դրա համար համացանցում եւս մեծ քաղաքացիական արշավ ենք իրականացրել եւ հորդորելով մասնակցել քվեարկությանը եւ քվեարկության կարգի մասին բացատրելով եւ նաեւ մի քիչ էլ կենտրոնական տրական հանձնաժողովի մասին պատմելով, թե ինչ է անում կենտրոնական տրական հանձնաժողովը, որպեսզի նաեւ սպասումները եւ կենտրոնական տրական հանձնաժողովի նկատմամբ ճանաչելիությունը հասկանալի լինի, հա։ Առաջին անգամ ընտրողների համար, որոնք որ այս տարի են դարձել 18 տարեկան, ես մոռացա ցավոք նրանց համար պատրաստած խաղալիքները իմ հետ բերել, ավելի ճիշտ խաղալիքներից մեկից ընդհանրապես մեր մոտ չի մնացել եւ դրա համար չբերեցի։ Առաջին անգամ ընտրողներին, որոնք 18 տարին լրացել է այս տարի, սպասվում է անակնկալ, ավելին ես համացանցում արդեն տեսա այդպիսիները, որոնք մասնակցել են քվեարկությանը եւ ստացել են իրենց նվերը կենտրոնական տրական հանձնաժողովից մեր լոգոյով բանալիների շղթա, մի քանի տարբեր տեսակների եւ նորից կոչ եմ անում այդ ընտրողներին շուտ գնալ տեղամասային կենտրոն, որպեսզի իրենց նախընտրած նվերը գտնեն, քանի որ տարբեր տեսակի նվերներ կան եւ կարող է պատահի, օրինակ այդ նվերների մի մասը արդեն սպառված լինի մինչեւ իրենց գնալը եւ ընտրությունը քիչ լինի։ Եվ ընդհանրապես կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին այցելել տեղամասային կենտրոն եւ քվեարկել, թե ինչպես պիտի ընթանա մեր երկիրը առաջիկա 5 տարիներին։ Ընտրությունների կազմակերպումը երկար եւ ծանր աշխատանք է եւ պետությունը ոչինչ չի խնայել դա անելու համար, իսկ ընտրողից միայն մնում է գնալ տեղամասային կենտրոն եւ մի քանի րոպե ընդամենը նվիրել 5 րոպե առաջիկա 5 տարվա համար, այսպես։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։